Թրամփը հիասթափված է։ Պուտինն ու Զելենսկին են խանգարում ռուս-ուկրաինական հակամարտությունը պատմության գիրկն ուղարկելու Թրամփի մտադրությանը։ Նա հիասթափված է այս պատերազմի երկու կողմերի ղեկավարներից, նա ցանկանում է, որ այս պատերազմը ավարտվի։ Երկու կողմից էլ մարդիկ են մահանում, մեր թիմը շարունակում է աշխատել ռուսների, ինչպես նաև ուկրաինացիների հետ, և նախագահը ամեն օր ավելի շատ է ներգրավվում այս հարցում։ Դեռ անհաջող։ Գործարար Թրամփը որևէ գործարքի սովորաբար չի գնում, եթե համոզված չէ հաղթանակում։ Ռուս և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների փետրվարի 18-ի առաջին դեմառդեմ հանդիպումից գրեթե 1.5 ամիս անց որևէ պայմանավորվածություն չի գործում, անգամ վերջինը 30-օրյա հրադադարի ընթացքում չկրակել էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պաշտոնական Կիևը պնդում է, թե ռուսական զինուժի վերջին հարվածներից տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրաէներգիայի են մնացել Ուկրաինայի հարավում։ Մոտ 10 շահեդներ գրոհել են Խարկովի ուղղությամբ, 8 մարդ է տուժել։ Այսօր առավոտյան ռուսական հերթական հարվածը վնասել է Խերսոնի էլեկտրակայանը, առանց էլեկտրականության թողնելով 45,000 բնակչի։ Մոսկվան պայմանավորվածություն չի խախտում, հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ ուկրաինական հարձակումների հետևանքով վնասված ենթակառուցվածքների ցուցակ է փոխանցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Վոլցին։ Ռուսական բանակը կատարում է նախագահի հրամանը, պահպանում է հրադադարը։ Նույնիսկ նախագահի և Թրամփի մարտի 18-ի հեռախոսազանգի օրը, երբ 7 անօդաչու սարքեր թռչում էին դեպի Ուկրաինա մարտական խնդիր կատարելու, դրանք ոչնչացվեցին մեր իսկ հոպի կողմից։ Մենք մեր պայմանավորվածությունները պահում ենք 100%-ով։ 93 ԱԹՍ է ոչնչացրել ռուսական հոպը այս գիշեր Կուրսկի, Բելգորոդի և Ռոստովի մարզերում։ Ռոստովի Տագանրոգ քաղաքում արտակարգ դրություն է։ Անօդաչուների հարվածներից 2 մարդ է վիրավորվել, բնակելի շենքեր են վնասվել։ Չայկինա փողոցի բնակիչները տները լքելուց առաջ հասցրել են միայն փաստաթղթերը վերցնել։ Պայթյունի պահին կանգնած է խոհանոցի և միջանցքի մեջտեղում, հեռախոսով խոսում է, փառք Աստծո երեխաս տանը չէր։ Հենց պայթեց ամուսինս փռվեց գետնին, ես գոռացի, ճչացի, լացեցի, միակ բանը, որ կարողացանք անել, արագ հագնվեցինք, փաստաթղթերով իջանք փողոց։ Հարվածներից նաև հրդեհ է բռնկվել, 85 մարդ տարհանվել է, բնակիչները կվերադառնան տուն, երբ սակրավորներն ու հրշեջները ավարտեն աշխատանքը։ 5-ից 6-րդ հարկերն են վնասվել, իմ պատշգամբն էլ։ Պայթյունի ալիքից ամեն ինչ քանդվել է, 10 րոպեից եկել են հրշեջները և հանգցրել կրակը։ Թրամփի կարծիքով Մոսկվան ձգձգում է Կիևի հետ բանակցությունները։ Fox News-ի Սպիտակ տան աղբյուրը հայտնել է, որ նահանգները կոշտ պատժամիջոցներ կկիրառի ռուսական ստվերային նավատորմի նկատմամբ։ Ռուսական ստվերային նավատորմ ասելով, ամերիկացիները նկատի ունեն օտարերկրյա դրոշներով նավարկող լցանավերը, որոնց միջոցով Ռուսաստանը շրջանցում է նավթային էմբարգոն։ Բաց վարժանքներ է Ռուսաստանը անում Կասպից ծովում։ Մոսկվան նոր կադրեր է հրապարակել ռազմածովային ուժերի վարժանքներից։ Ռուսական զինուժը պայմանական հակառակորդի դեմ տարբեր զինատեսակներ է կիրառում, այդ թվում խոշոր տրամաչափի գնդացիրներ, էլեկտրոնային խցանման, հակառոբոտային պաշտպանության սարքեր։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։